Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 13։ Եվ ես ասեցի. ով Տեր Եհովա, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ, և Տերն ասեց. մի ասիր, թե ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ, գնա, և ամեն ինչ, որ քեզ պատվիրեմ, խոսիր։ Երեմիա 1:6-7 խոսքեր։ Երեմիան երիտասարդ էր և բնական վարանություն էր զգում, երբ Տերը նրան ուղարկեց կարևոր առաքելության, բայց նա, ով նրան ուղարկեց, չցանկացավ, որ նա ասի. ես դեռ մանուկ եմ։ Այն, ինչ նա ինքն իր մեջ էր, չպետք է հիշատակվեր, այլ պետք է մոռացվեր այն մտքի մեջ, որ նա ընտրված է Աստծո անունից խոսելու համար։ Նա չպետք է մտածեր կամ հորիներ պատգամները և ոչ էլ ընտրեր իր լսարանը, այլ պետք է խոսեր այն, ինչ Աստված էր պատվիրում, և խոսեր այնտեղ, ուր Աստված էր նրան ուղարկում, և դա նա կարող էր անել մի զորությամբ, որը իրենը չէր։ Մի՞թե այդպես չէ նաև որևէ երիտասարդ քարոզչի կամ ուսուցչի հետ, ով կարող է լսել այս խոսքերը. Աստված գիտի, թե որքան երիտասարդ եք դուք և որքան քիչ են ձեր գիտելիքներն ու փորձը, բայց եթե նա որոշի ձեզ ուղարկել, ապա ձեզ համար ճիշտ չէ վարանել երկնային կոչից։ Աստված կփառավորվի ձեր տկարության մեջ։ Եթե դուք Մաթուսաղայի պես ծեր լինեիք, որքանով կօգնեին ձեզ ձեր տարիները։ Եթե դուք Սողոմոնի պես իմաստուն լինեիք, գուցեև նրա պես էլ քմահաճ լինեիք։ Կառչեք ձեր պատգամին, և դա կլինի ձեր իմաստությունը, պահեք ձեզ ուղված պատվիրանները, և դրանք կլինեն ձեր խոհեմությունը։